երբ որ մի անձնավորություն, մի քույրիկ կոտրված, ընկած, երկար ժամանակ պաշտամունքների չի գալիս, պատկերացրեք ինքը իրանից ասում արդեն ես հոգնել եմ և ինքը չի տեսնեմ ապագա, ինքը չի տեսնեմ, որ Աստծո ձեռը իր հետ է և այդպես մոտենում է տարեվերջին, ոնց որ ասենք մենք ենք մոտենեմ տարեվերջին ու մոտենում է իր ծննդյան օրը դեկտեմբերի 27-ին ինքը դառնում է 37 տարեկան։ Հիշեք այս խոսքերը, հիշեք, սա կարևոր բան է սիրելիներ, և ասում է ծնկի է գալի Աստծո առաջ ու լաց հեղնելով ասեմ, Տեր Աստված, այսօր դեկտեմբերի, այսինքն 12-րդ ամսվա 27-րդ օրն է։ Այսօր ես դառնում եմ 37 տարեկան։ Եթե իրոք դե ես քո աչքին դեռ կորսված չեմ, մի նշան տուր ինձ, մի բան ասա, որ ես իմանամ, որ դու ինձ հետ ես, ուզում ես, որ ես ոտի կանգնեմ, ու գիտեք սիրելիներ, ես հիշում եմ առաջներեմ, երբ որ այսպիսի բան կար, կարող է հմիել տենց շատ անողներ կան, սենց եղնում է, չէ, ասում ենք գիրքը բացենք, որտեղ բացվեց, ուրեմն Աստված այդ տեղը հենց ինձ է ուզում նվիրի այդ խոսքը ու բացում ենք։ Եվ այս քույրիկն ասում է, թող սա եղնի իմ նվերը, երբ որ բացեմ գիրքը ու տեսնեմ, թե ընդեղ ինչ խոսք ես ասեմ, և երբ որ գիրքը բացում է, ասում է, ես տենց էլ գիտեի, բացվում է մնացորդած, առաջի մնացորդած էջը, որտեղ գրված են մենակ անուններ, Ադամ, Սեդ, Ենովս, և շարունակում այդ անուններ, ասում է, ես տենց էլ գիտեի, բայց գիտեք, երբ որ ուշադիր նայում է, տեսնում է, այդ վերևի տողեմ, ես ուզում եմ այդ տեղը հիշեցնեմ 4-րդ Թագավորաց 25-րդ գլխի մեջ 27 համարից այսպես ասեմ, 4-րդ Թագավորաց 25-րդ գլուխ 27 համարեմ, Հուդայի Հովաքին թագավորի գերության 37-րդ տարվա 12-րդ ամսվա 27-րդ օրը Բաբելոնի Եղմարովդակ թագավորը իր թագավոր եղած տարին Հուդայի Հովաքին թագավորի գլուխը բարձրացրեց, նրան բանտից հանեց, նրա հետ քաղցրությամբ խոսեցավ և նրա աթոռը Բաբելոնի մեջ իրեն հետ եղող թագավորների աթոռից վեր դրավ, նրա բանտի լաթերը փոխեց և անիկա իր կյանքի բոլոր օրերի մեջ անոր առջև հաց կուտեր, թող փառավորվի մեր